3 մետր խորությամբ ձնագույտեր Իտալիայում։ Խեղդող փոշու փոթորիկ Հունաստանում։ Ափի չափ կարկուտ Արգենտինայում։ Սաստիկ ջրհեղեղներ Ռուսաստանում։ Այս նոր թողարկումը պատմում է անցյալ շաբաթվա կլիմայական իրադարձությունների մասին, որոնք փոխում են մեր աշխարհ։ Աֆղանստան։ Մարտի 26-ին սկսված հորդառատ անձրևները Աֆղանստանի մեծ մասում առաջացրեցին ավերիչ ջրհեղեղներ։ Որոշ վայրերում կարճ ժամանակահատվածում տեղաց ավելի քան 100 մմ անձրև։ Սեզոնային ձնհալը, հատկապես լեռնային շրջաններում, սրեց իրավիճակը։ Աղետը ոչնչացրեց կամ վնասեց մոտ 5000 տուն։ Ջրամատակարարման համակարգը անջատվեց։ Հազարավոր հեկտար գյուղատնտեսական հողեր ոչնչացան և հարյուրավոր անասուններ զոհվեցին։ Ղազնի նահանգում ջրի հանկարծակի բարձրացման պատճառով ուղևորատար ավտոբուսը շրջվեց։ 2 մարդ զոհվեց, 10-ից ավելին վիրավորվեցին, իսկ 1 երեխա համարվում են անհետ կորած։ Շարունակական անձրևներից բացի, ապրիլի 2-ից մի քանի նահանգներում տեղացել է առատ ձյուն, ինչը տարվա այս ժամանակահատվածում տարածաշրջանի համար չափազանց անսովոր երևույթ է։ Ծաղկող պտղատու ծառերը և արդեն աճող մշակաբույսերը թաղված էին ձյան տակ։ Զաբուլի հարավային նահանգում, որտեղ կլիման տաք է և չոր, ձյան հաստությունը տեղ-տեղ հասել է աննախադեպ 75 սանտիմետրի։ Առատ ձյունը և տեղատարափ անձրևները խաթարել են երթևեկությունը, այդ թվում հիմնական մայրուղիներում։ Ավելի քան 350 կիլոմետր ճանապարհներ ջրհեղեղի են ենթարկվել։ Քարաթափումները և սողանքները նաև հանգեցրել են Քաբուլ-Ջալալաբադ մայրուղու փակմանը։ Ամբողջ երկրում աղետը խլել է առնվազն 99 մարդու կյանք, վիրավորվել են 154 մարդ։ Ռուսաստան։ Հյուսիսային Կովկասի բնակիչները արդեն երկրորդ շաբաթն է, ինչ տառապում են ծայրահեղ տեղումներից։ Մարտի վերջին հզոր ցիկլոնը ջրհեղեղներ բերեց Չեչնիայի Հանրապետություն, վնասելով 30 կամուրջ և ավելի քան 3000 շենք, մինչդեռ ավելի քան 100 տուն ամբողջությամբ ավերվեց։ Հեղեղված գյուղերից բեռնատարներով տարանվեցին ամբողջ ընտանիքներ։ Հանրապետության լեռնային հատվածում ջուրը ոչ միայն մտավ տներ, այլև քայքայեց լանջերը, տեղաշարժեց հողը և քանդեց ճանապարհները։ Նոժայ յուրտի շրջանում սողանքները վնասեցին տասնյակ տներ։ Գրոզնի քաղաքում 2 օրվա ընթացքում տեղաց 75 մմ տեղումներ, ինչը ամսական միջին ցուցանիշից 2 անգամ ավել է։ 2 քաղաքային շրջաններում պահեստային օբյեկտի ջրհեղեղի պատճառով կորսվեցին ավելի քան 860 հեկտար ընդհանուր մակերեսով մշակաբույսեր, ինչպես նաև 130 տոննա բրնձի սերմացու։ Նույն ցիկլոնը Դաղստան բերեց ուժեղ անձրևներ և ուժեղ քամիներ։ Սկսվեցին ուժեղ ջրհեղեղներ և ջրամատակարարման ու էլեկտրամատակարարման խափանումներ, որի գագաթնակետին հանրապետության ավելի քան 500,000 բնակիչներ մնացին առանց էլեկտրաէներգիայի։ Ավելի քան 3000 մարդ ստիպված եղավ լքել իրենց տները։ Լեռներում տեղի ունեցան քարաթափումներ և սողանքներ, որոնք խաթարեցին տրանսպորտային գործունեությունը և տասնյակ բնակավայրեր մեկուսացրին արտաքին աշխարհից։ Արտակարգ դրություն հայտարարվեց տարածաշրջանի 5 քաղաքներում և 7 շրջաններում։ Հենարանների քայքայման պատճառով փլուզվեցին 2 երկաթուղային կամուրջներ, ինչի հետևանքով մի քանի կետերում դադարեցվեց գնացքների երթևեկությունը։ Ջրհեղեղներից տուժած տարածքներում բնակիչների համար սկսվել են վիրուսային հեպատիտի դեմ արտակարգ պատվաստումներ, վարակիչ հիվանդությունների բռնկման վտանգի պատճառով։ Մախաչկալայում մարտ ամսին տեղումների քանակը ռեկորդային էր քաղաքի համար, գերազանցելով նորման ավելի քան 4,5 անգամ։ Խասավյուրտի շրջանը նույնպես լրջորեն տուժեց։ Մի քանի օր շարունակ տեղաշարժը հնարավոր էր միայն նավակներով, և մարդիկ տարանվում էին բեռնատարներով, տրակտորներով ու մեքենաներով։ Բնակիչների տարանումից հետո նրանք սկսեցին փրկել անասուններին, որոնք 2-3 օր մնացել էին հեղեղված բակերում։ Դաղստանում օպտիկամանրաթելային գծերի բազմաթիվ վնասները լրջորեն սահմանափակել են հաղորդակցությունը տարածաշրջանի հարավային մասում։ Ապրիլի 4-ի դրությամբ հանրապետությունում ջրհեղեղի տակ էր մնացել 1065 բնակելի շենք և ճանապարհների 42 հատված։ Սակայն ապրիլի 5-ի գիշերը տարերքը կրկին հարվածեց Դաղստանին։ Կեղտոտ ջրի հոսքերը կրկին սկսեցին ողողել նախկինում վնասված քաղաքների փողոցները։
Դերբենդ և Մախաչկալա քաղաքները կապող մայրուղին ջրհեղեղի տակ էր։ Փրկարարները մարդկանց տարանել են վտանգավոր գոտիներից, օգտագործելով հրշեջ մեքենաներ և այլ հատուկ տեխնիկա։ Մախաչկալայում մեկ օրում տեղացել է գրեթե 1 ամսվա անձրև, որի հետևանքով վնասվել է 3755 տուն։ Գերխոնավ հողի նստեցման պատճառով փլուզվել է բազմաբնակարան 1 շենք, և ևս 4-ը հայտնվել են փլուզման գոտում։ Դերբենդում 2 օրվա ընթացքում տեղացել է 5.5 անգամ ավելի շատ անձրև, ինչը գերազանցում է սովորական ամսական միջինը։ Փողոցների և շրջակա տարածքների բազմակի ջրհեղեղներ են տեղի ունեցել։ Գիրքի գյուղում սողանքը քանդել է մի տուն, ինչի հետևանքով զոհվել է 1 մարդ։ Դաղստանի Դերբենդի շրջանի Գեջուխ ջրամբարի վրա պատնեշ է ճեղքվել։ 4 գյուղերից նախապես տարհանվել է ավելի քան 4000 մարդ։ Ուժեղ հոսանքները քշել տարել են մեքենաները դաշնային մայրուղու վրա։ 7 մարդ փրկվել է, սակայն 2-ը, ցավոք, մահացել են։ Ընդհանուր առմամբ, Դաղստանում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղները խլել են 6 մարդու կյանք, այդ թվում 2 երեխայի։ Ապրիլի 1-ին Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում ուժեղ անձրև տեղաց։ Գրեթե 1 ամսվա նորման տեղաց ընդամենը մի քանի ժամվա ընթացքում։ Տրանսպորտը լիակատար կոլապսի մեջ էր։ Խցանումները հասան 10 բալի, իսկ մեքենաները հեղեղվեցին։ Մարդիկ երթևեկում էին ավտոբուսներով, որոնց ներսում ջուր էր ցայտում։ Անձրևից վնասվել էին խանութները, ստորգետնյա կայանատեղիները և բնակելի թաղամասերը։ Տեղական իշխանությունների տվյալներով անձրևաջրերի հեռացման գոյուղիները լավ վիճակում էին, բայց պարզապես չէին կարողանում դիմանալ միանգամից տեղացած անձրևի քանակին։ Քաղաքի որոշ հատվածներում կարկուտ է տեղացել, որը անսովոր երևույթ է տարվա այս եղանակի համար։ Կարգտահարություն։ Մարտի 31-ին Արգենտինայի Մենդոսա նահանգի Սան Ռաֆայել դեպարտամենտին հարվածեց հզոր փոթորիկը։ Ընդամենը 15 րոպեում ջրի և կարկուտի հսկայական քանակությունը խցանումներ առաջացրեց տարածաշրջան տանող ճանապարհներին։ Տեղի բնակիչները անհանգստացած էին կարկուտի չափսերից։ Ականատեսները հայտնել են հավի ձվի չափի և նույնիսկ մարդու ափի չափի հասնող սառցե բեկորների մասին։ Սան Ռաֆայել քաղաքում կարկուտը ծակել է տների տանիքները և վնասել մեքենաները, թողնելով խորը փոսեր և կոտրված պատուհաններ։ Գյուղական վայրերում փոթորկային քամիները տապալել են ծառերը և էլեկտրահաղորդման գծերը, ամբողջ թաղամասերում անջատելով էլեկտրաէներգիան, մինչդեռ ուժեղ անձրևները հեղեղել են ճանապարհները, կաթվածահար անելով երթևեկությունը։ Գյուղատնտեսական ոլորտը, որը տեղական տնտեսության հիմքն է, ամենաուժեղ վնասն է կրել։ Կարկուտը ոչնչացրել է բերքը, պտղատու և խաղողի այգիները։ Արտադրողները նոր են սկսել գնահատել վնասը, բայց արդեն պարզ է, որ կորուստները հսկայական են։ Մարտի վերջին Նյու Յորք նահանգի արևմտյան մասին հարվածեց հզոր փոթորկի համակարգը, որը շատ ավելի հեռու էր տարածաշրջանի համար բնորոշ եղանակային պայմաններից։ Փոթորկի հիմնական հարվածը կրեց Գովանդա փոքրիկ քաղաքը։ Բնակիչները հայտնեցին, որ նախկինում նման բան չեն տեսել։ Երկինքը հանկարծակի մտնեց, և կարկուտը տեղաց այնքան խիտ հոսքով, որ դրսում գտնվելը վտանգավոր էր։ Քաղաքի դպրոցները հրամաններ տվեցին տանը մնալու մասին։ Բոլոր աշակերտներն ու աշխատակիցները պարտավոր էին մնալ տանը մինչև եղանակային պայմանների բարելավումը։ Մի քանի րոպեում փողոցները ծածկվեցին սառույցի շերտով, կարկուտի հատիկները հասնում էին 4 սանտիմետրի։ Դրանց հարվածները ուղեկցվում էին բարձր ճռռոցով, և սառցե բեկորներն ընկնում էին այնպիսի ուժով, որ ջարդեցին մեքենաները, կոտրեցին պատուհանները և վնասեցին տների արտաքին մասը։ Հորդառատ անձրևները ջրհեղեղի պատճառ դարձան մի քանի շրջաններում։ Ճանապարհները որոշ տեղերում անանցանելի դարձան, իսկ մեքենաները խրվեցին ջրի մեջ, այդ թվում անցումների տակ։ Ալեգենի շրջանում հայտարարվեցին արտակարգ դրություն և երթևեկության սահմանափակումներ։ Բուֆալոյում մեկ օրում գրանցվել են մոտ 38 մմ տեղումներ, ինչը ռեկորդային ցուցանիշ է մարտի 31-ի համար դիտարկումների 140-ամյա պատմության մեջ։ Փոթորկին ուղեկցել են քամիները և ամպրոպները։ Եվ մեկ ուշքնությամբ հաստատված տորնադոն տապալել է ծառերը և վնասել որոշ շենքեր։ Բարեբախտաբար, զոհեր չկան։ Ապրիլի սկզբին Չինաստանի հարավային շրջանները բախվեցին ծայրահեղ եղանակային հազվադեպ ալիքի հետ։ Ամսի 2-ին Գույչժոու նահանգի Գույան շրջանի վրա ձևավորվեց հզոր ամպրոպային գերբ ջիջը։
Ուժեղ անձրևները, մոտ 25 մետր վայրկյան արագությամբ քամու պոռթկումները և կարկուտը ընդգրկեցին 15 վարչական շրջան։ Որոշ բնակավայրերում կարգտահատիկների չափը հասնում էր 3 սանտիմետրի։ Փողոցներում առաջացան իրական սառցե գետեր։ Հատկանշական է, որ սա արդեն առնվազն 4-րդ կարգտաբեր դեպքն է Գուչժոու նահանգում մարտի վերջից ի վեր։ Նման հաճախականությունը հազվադեպ է նույնիսկ ամբողջ երկրի մասշտաբով։ Հաջորդ օրը նմանատիպ իրավիճակ գրանցվեց նաև Գուանսի նահանգում։ Չունցոու շրջանի մի շարք վարչական միավորներում ճանապարհները սպիտակել էին կարկուտի կուտակումներից։ Կարկուտն այնքան շատ էր, որ փողոցները հիշեցնում էին ձյունով ծածկված տարածքներ։ Մի շարք բնակավայրեր մնացին առանց էլեկտրամատակարարման, իսկ տներն ու ավտոմեքենաները կրել են զգալի վնասներ։ Էրմինիո փոթորիկը։ Ապրիլի 1-ին Էրմինիո փոթորիկը հարվածեց հարավային Եվրոպային, բերելով ուժեղ անձրևներ, ձյուն և ամպրոպներ։ Հունաստանի Կրետե կղզին ենթարկվեց հազվագյուտ, ինտենսիվ մթնոլորտային երևույթի հարվածին, Սահարա անապատից եկող փոշու խիտ ամպի, որը ներկեց երկինքը կարմիր նարնջագույն։ Օդի որակը կտրուկ վատացավ։ Փոշու մասնիկների մակարդակը մի քանի անգամ գերազանցեց նորմալ մակարդակը, դառնալով վերջին տարիների ամենաէքստրեմալներից մեկը։ Մարդիկ բողոքում էին աչքերի այրոցից և կոկորդի ցավից ու ստիպված էին դիմակներ կրել։ Բնակիչներն ասացին, որ նման ինտենսիվության փոթորիկներ այնտեղ երբեք չէին եղել։ Փողոցները, տները և մեքենաները ծածկված էին կարմիր ցեֆի շերտով, փոշու հետ խառնված անձրևի պատճառով։ Իրավիճակն ավելի բարդացավ, երբ որոշ շրջաններում քամու պոռթկումները հասան ժամում գրեթե 120 կմ արագության։ Տրանսպորտը խափանվեց։ Չվերթները ստիպված էին չեղարկել կամ փոխել ուղղությունը, իսկ լաստանավերը մնացին նավահանգստում բարձր ալիքների պատճառով։ Այլ կղզիներում փոթորիկը խնդիրներ առաջացրեց ենթակառուցվածքների և էլեկտրամատակարարման հետ։ Պորոս կղզում ուժեղ անձրևները լայնածավալ ջրհեղեղներ առաջացրեցին։ Ավերվել են ճանապարհներ, ջրհեղեղից քշվել տարվել են մեքենաներ և ջրի տակ են անցել տասնյակ տներ, մինչդեռ Ռոդոս և Կոս կղզիներում վնասվել են խարսխված նավերը։ Հունաստանի մայրցամաքային մասում փոթորիկը ջրհեղեղներ է առաջացրել և դարձել է արտակարգ իրավիճակների և փրկարարական ծառայությունների կողմից ստացված հարյուրավոր կանչերի պատճառ։ Աթենքի մոտ գտնվող Ատիկա շրջանում փոթորիկը հանգեցրել է ողբերգության։ Նեա Մակրի տարածքում մահացել է 1 տղամարդ։ Նույն օրը Էրմինիո փոթորիկը հարվածեց նաև Իտալիային, միավորելով ձմեռային ցուրտը և ձյունը տեղատարապ անձրևների հետ։ Անոմալ ձյուն տեղաց Աբրուցցոյի և Մոլիզեի լեռնային շրջաններում։ Կապրակոտա համայնքում ձյան կույտերի բարձրությունը հասավ 2,5 մետրի, ցուցանիշ, որը չէր դիտվել ապրիլին առնվազն 40 տարվա ընթացքում։ Մայելլա լեռնազանգվածում 3 մետրանոց ձյան շերտը սահմանեց գարնանային ռեկորդ։ Փրկարարներն ու զինվորականներն օգնության հասան զբոսաշրջիկներին, որոնք մնացել էին լեռնային հյուրանոցում, հսկայական ձյան կույտերի պատճառով։ Լեռների ստորոտում տեղատարապ անձրևները լցրեցին արվակներն և գետերը, առաջացնելով տեղայնացված ջրհեղեղներ քաղաքներում։ Աբրուցցո շրջանում Օսենտո գետը դուրս եկավ ափերից, ողողելով երկաթուղային գիծը և դադարեցնելով գնացքների երթևեկությունը։ Ադրիատիկա ազգային մայրուղու տրանսպորտը լիովին խափանվել էր Տրիգնո գետի վրայի կամրջի փլուզման պատճառով։ Մոլիզե շրջանում հարյուրավոր մարդիկ ստիպված էին լքել իրենց տները ափին տեղի ունեցած փոթորկի պատճառով։ Իսկ Բազիլիկատայում, Ռապոլլա համայնքում, ճանապարհի մի հատված փլուզվել է։ Սողանքը և կրող կառույցի փլուզումը վնասել են մոտակա շենքերը։ Ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում աշխարհը բախվեց մի քանի անոմալ կարգտաբեր երևույթների հետ, որոնցից յուրաքանչյուրը առանձնանում էր ոչ տիպիկ հատկանիշներով, որոնք են հսկայական չափերը, ոչ սեզոնային դրսևորումները և աննախադեպ քանակը։ Այս ամենը տեղի էր ունենում գրեթե միաժամանակ մոլորակի տարբեր հատվածներում։ Եվ սա արդեն դժվար է համարել պատահականություն։ Սա աճման միտման դրսևորում է։ Ավելի ու ավելի հզոր կարգտաբեր փոթորիկների ֆոնին գիտնականները ուշադրություն են դարձնում մի գործոնի, որի մասին նախկինում գրեթե չէր խոսվում։ Խոսքը միկրո և նանոպլաստիկի մասին է, որը այսօր լայնորեն առկա է մթնոլորտում և անմիջականորեն ազդում է ամպերի և տեղումների ձևավորման գործընթացների վրա։ Ժամանակակից հետազոտությունները ցույց են տալիս, որ այս մասնիկները գործում են որպես խտացման միջուկներ և արագացնում են ջրի կաթիլների սառեցումը, ընդ որում ավելի բարձր ջերմաստիճանների պայմաններում։ Ոչ թե մոտ -38, ինչպես սովորաբար, այլ -18-ից -24-ի միջակայքում։
Դրա հետևանքով սառույցը ձևավորվում է ավելի արագ և ավելի ցածր բարձրություններում, առաջացնելով ավելի խոշոր բյուրեղներ։ Բարձրացվելով վերելքային հոսանքների կողմից, դրանք բազմաշերտ աճում են և վերածվում ավելի զանգվածային սառցե գոյացությունների։ Արդյունքում կարկուտը դառնում է ավելի մեծ և խիտ, իսկ նրա ավերիչ ուժը ավելի մեծ։ Միաժամանակ միկրո և նանոպլաստիկի ազդեցությունը դեռևս գրեթե չի ներառվում կլիմայական մոդելներում, ինչը նման երևույթները դարձնում է ավելի քիչ կանխատեսելի։ Այն, ինչը երբևէ համարվում էր անվնաս եղանակային երևույթ, այժմ կործանում է տները, ոչնչացնում բերքը, վնասում ենթակառուցվածքները և նույնիսկ մարդկային կյանքեր է խլում։ Փաստերը խոսում են ինքնին։ Կարկուտն արդեն վերածվել է լիարժեք կործանարար բնական աղետի։